Հրադադարից հետո առաջի անգամ Արցախում երեխա է զոհվում ու վիրավորված կա, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ հայտարարում է, որ մենք միակողմանի հրադադար ենք հաստատում, դա կեղծիք է, դա սուտ է, որովհետև նրանք ասում են մենք հարգել ենք միջազգային կառույցների խնդրանքը եւ իրենք խաղաղասեր պետություն են, խաղաղասեր պետության իշխանավորները երեխա չեն սպանում, երեխա չեն վիրավորում։ Այսօր ԵԱԳ Մինսկի խմբի հանձնարարական առաջնագծում կատարում է հայ զինվորը, այսինքն նրանց հանձնարարականները որն են, որ առաջնագծում չլինի լարվածություն, բայց միայն մեր զինվորների բազկի հզորության միջոցով պատժիժ գործողություններ կատարելով լարվածությունը թուլացնում էին առաջնագծում։ Հիմա այդ լայնածավալ պատերազմը շարունակվում է եւ այս պահի դրությամբ մեր բանակը հակահարձակման է անցած եւ նախաձեռնությունը տիրում է մեր բանակի ձեռքում։ Մենք ողջավորված ենք մեր թիկունքում զգալով Հայաստանի Հանրապետությունը եւ Սփյուռքի հայությունը։